Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր նոյեմբերի 24 Նա իսպար չի բարկանա և ողջ չի պահի հավիտյան Սաղմոս 103-րդ գլուխ 9-րդ խոսք Երբեմն Տերը մեզ հանդիմանում է հակառակ դեպքում նա իմաստուն հայր չէր լինի այնպիսի խեղճ և մեղավոր զավակների համար ինչպիսին մենք ենք Նրա հանդիմանությունները շատ ցավոտ են նրանց համար ովքեր անկեղծ են Քանի որ նրանք զգում են, թե որքան ցավալիորեն արժանի են դրանց և որքան սխալ է նրանց կողմից Տիրոջը վշտացնելը։ Մենք գիտենք, թե ինչ են նշանակում այս հանդիմանությունները և մենք խոնարհվում ենք Տիրոջ առջև սգալով, որ նրան վշտացրել ենք։ Բայց ինչ մխիթարություն ենք գտնում այս խոսքում։ Նա իսպառ չի բարկանա։ Եթե մենք խոնարհվենք և դիմենք նրան մեղքից կոտրված սրտերով և կոտրված մեղքից, նա անմիջապես կժպտա մեզ։ Նրա համար հաճելի չէ բարկանալ նրանց վրա, ում սիրում է ամբողջ սրտով։ Նրա ուրախությունն այն է, որ մեր ուրախությունը կատարյալ լինի։ Եկեք փնտրենք նրա երեսը, հուսահատության կամ նույնիսկ վհատության պատճառ չկա։ Եկեք սիրենք մեզ հանդիմանող Աստծուն և շուտով մենք կերգենք. Բարկությունդ ետ դարավ և ինձ մխիթարեցիր։ Հեռացեք մռայլ նախազգացումներ, հոգու ագռավներ, եկեք խոնարհ հույսեր, երախտապարտ հիշողություններ, սրտի աղավնիներ։ Նա, ով վաղուց ներել է մեզ որպես դատավոր, կրկին կների մեզ որպես հայր, և մենք կցնծանք նրա քաղցր և անսպառ սիրով։